Երևանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի օդի որակի վատ թարացմանը նպաստող գործոնները նվազեցնելու ուղղությամբ։ Քաղաքապետն արձանագրեց, օդի որակը չափում են 2024 թվականից ու տվյալները փաստում են, որ վատ թարացումը լինում է նոյեմբերի կեսից մինչև մարտի կեսը։ Հիմնական պատճառը Երևանի աշխարհագրական դիրքն է։ Սառը օդը գոգավորության մեջ երկար է մնում եւ չի թարմանում։ Այս դեպքում լուծումները բարդ են ու երկարաժամկետ։ Այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որ որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ։ Մարդկային գործոնը, շինարարություն, ավտոմեքենաների արտանետում եւ այլն Տիգրան Ավինյանի փոխանցմամբ փոքր չափով է աղտոտում օդը։ Կարճաժամկետում դրա դեմ կպայքարեն վարչարարությամբ։ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց խոսքը գնում է որ այն մասին, որ տենց 10 օր ճիշտ թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող հնարավորություն ունենալ մոտավորապես մի 20%-ի ազդեցություն ունենալ, որը իրականում էական ազդեցություն է։ Կարգավորումներ դեռ չկան կառուցապատողներին պարտադրելու, որ շինհրապարակներում փոշու ճնշիչ սարքեր տեղադրեն, իսկ չտեղադրելու դեպքում տուգանեն։ Ավինյանը հայտնեց, որ պատրաստվում են անհրաժեշտ կարգավորումներն ընդունել մինչև տարեվերջ։ Կան շինհրապարակներ, որ արդեն տեղադրված է, օրինակ Արաբկիր վարչական շրջանում 3 շինհրապարակ ունենք, բայց աշխատանքները շարունակվում են, մենք բոլոր շինարարների հետ կապի ենք եւ կփորձենք նենց անենք, որ մոտ ժամանակահատվածում բոլորը ունենան։ Վարչական շրջանները ֆինանսական խրախուսում կստանան, եթե արդյունավետ են լուծել ակտիվ քաղաքացի հարթակում Երևանի բնակիչների ներկայացրած խնդիրները եւ արժանացել են նրանց բարձր գնահատականին 3.6 եւ ավելի։ Եթե հիշում եք, մենք ֆիքսել էինք, որ ակտիվ քաղաքացի հարթակը շատ կարևոր հարթակ է, այն առումով, որ քաղաքացիների կողմից մեզ տված հանձնարարականները դա նույն հանձնարարականն է, ինչ որ դուք ստանում եք քաղաքապետից։ Օրինակ Երևանի վարչական շրջանը էականորեն զգացում է, որ մեծ աշխատանք արել, զգացում է Ավան վարչական շրջանի աշխատանքը դեռևս ընդհանուր ցուցանիշը քիչ է, բայց աճ է երևում է։ Մեր ստաբիլ բարձր գնահատական ստացողները Աջափնյակ վարչական շրջանը, Դավթաշեն վարչական շրջանը։ Երևանում թեքահարթակների կառուցման այս տարվա աշխատանքներն ավարտված են։ 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ։ Քաղաքապետը գնահատեց, որ ոչ թե հատվածական լուծումներ են տրվել, այլ թեքահարթակները կառուցվել են միմյանց շարունակելու եւ ամբողջական ճանապարհ անցնելու հնարավորություն ստեղծելու տրամաբանությամբ, բայց Տեղ-տեղ մենք թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակը, երբ պետք է եղել 3 կողմից մոտեցումներով։ Մեր քաղաքի ավելի ներառական եւ ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերի մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն միշտ տենց մոտավորապես աշխատանք անելիս մի հատ տենց ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով այդ հատվածով պատկերացնում ենք ոնց ենք անցնելու։ Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք։ այս տարի փոխարինման ենթակա վերելակներից 100-ը կփոխարինվեն հաջորդ տարի առաջնահերթության կարգով։ Հայտարարված մրցույթը չի կայացել։ Նաև տեղեկացնեմ, որ այս պայծառությամբ 2026 թվականի համար նախատեսվող փոխարինման ենթակա վերելակները արդեն գույքագրվել են, վարչական շրջաններից արդեն ստանում ենք տեղեկատվությունը, մոտորերս Միջև տարվա վերջ արդեն այդ մրցույթն եք հայտարարենք, որպեսզի 26 թվականի ընթացքում նույնպես ունենանք տեղադրված վերելակներ։ Երևանի տարեց բնակիչների համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, սոցիալական աջակցության ծրագրերով կազմակերպվում են ներգնաշրջագայություններ։ Այս տարի կազմակերպվել է 55 շրջագայություն, օգոստոսի 19-ից հոկտեմբերի 31-ը։ Դրանց մասնակցել է 1100 քաղաքացի, բոլոր վարչական շրջաններից։ Քաղաքապետին վստահեցրին ծրագիրը շարունակական է եւ բոլորն են ունենալու դրանից օգտվելու հնարավորություն։ Աննա Զախարյան, լուրեր։